Հրաժարական տալով հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ եւ ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է Գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրությունները իրականում հենց այս համատեքստը եւ այս ենթատեքստը ունեն։ Բայց միջև այդ համատեքստին ու ենթատեքստին անդրադառնալը սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ի վերջո համակարգված ձևով արձագանքենք այդ մեղադրանքներին, արդյոք մենք հետևողական ենք ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե այնուամենայնիվ մենք գնացել ենք այդտեղ կոմպրոմիսների, մեր քաղաքական կամքը նվազել է, մեր վճռականությունը նվազել է եւ մենք հետ քայլեր ենք արել։ Ես կարող եմ միանշանակ ասել ոչ, մեր կամքը ոչ միայն չի նվազել, մեր կամքը դարձել է պետական ինստիտուտ եւ այլևս ապօրինի գույքի վերադարձը կախված չէ նույնիսկ քաղաքական կամքից։ Դա այլևս իրավական գործընթաց է եւ վերջին տարիներին մենք մի քանի նոր ինստիտուտներ ենք ստեղծել, այսօր ես ուզում եմ արձանագրենք, թե ապօրինի գույքի վերադարձի քանի ինստիտուտ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Դրանցից մեկը քրեական գործերով գույքի բռնագանձման համակարգն է։ Այդ համակարգով մենք արդեն իսկ ունենք բռնագանձված եւ պետությանը եւ ժողովրդին վերադարձված գույքեր։ Երկրորդ համակարգը պետական շահերի պաշտպանության համակարգն է, որով նույնպես այս տարիներին վերադարձվել են եւ հիմա էլ վերադարձվում են գողացված գույքեր, ապօրինի սեփակ կանաչնորված ապօրինի ձեռք բերված գույքեր։ Հաջորդը ապօրինի գույքի վերադարձի համակարգն է, որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։ Հաջորդը համայնքային շահի պաշտպանության ինստիտուտն է, որը ելի նոր հիմնադրված ինստիտուտ է եւ որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան վերադարձված գույքեր։ Գիտեք, եւ սա շատ կարեւոր է արձանագրել, բայց կարեւոր է նաեւ պատասխանել մի կարեւոր եւ էական հարցի։ Իսկ ինչու ենք մենք գնացել այսպիսի երկար ճանապարհով։ Մի քանի պատճառով։ Առաջինը 2018-19 թվականին մենք որոշակի այսպես հեղափոխական կամքով մի քանի մարդկանցից, որոնց պայմանականորեն կարելի է անվանել հավաքական Սաշի կանոնով, մի քանի մարդկանցից մի քանի տասնյակ միլիոն դոլարի գույք մենք վերադարձրինք։ Բայց 1, 2, 3 մենք հասկացանք, որ համակարգը այդպես չի կարող աշխատել, որովհետև շատերը հավաքական պայմանական Սաշիկից շատ ավելի խելոք է եւ նրանց իրենց գույքերը ոչ թե միտեղ են դրել մի մարդու անունով, այլ դրել են 10, 15 տեղ, 20 տեղ Հայաստանից դուրս եւ տասնյակ մարդկանց անունով։ Եվ հարկավոր է ստեղծել համակարգ, որպեսզի գնա այդ գույքերի հետևից, հատիկ, գնա այդ գույքերի հետևից, տեղորոշի, կոորդինատավորի, ստեղծի իրավական համակարգեր, որպեսզի մենք ոչ միայն կարողանանք այդ գույքերը վերադարձնել, այլև մեր երկրի իրավական, ժողովրդավարական, օրենքի գերակայության իմիջին վնաս չհասցնենք, դրանով չմեծացնենք մեր երկրի խոցելիությունները։ Եվ այսօր ահա հենց այս առիթով ես ուրախ եմ եւ հպարտ եմ զեկուցել, որ այդ համակարգը այլևս գործարկված է։ Ես շատերն են ընդդիմադիրներից հիշեցնում իմ խոսքերը 2018-19 թվականներին, երբ որ ես ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Եվ ես իմ Facebook-յան էջում արդեն մի շարք եմ սկսել
որը հույս ունեմ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին չի ավարտվելու այդ շարքը, եւ մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել։ Եվ ուզում եմ նաեւ ընդգծել, այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ինդիմադիրները սրանով էլի ժողովրդին խափում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենտես դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։